զանգում, ասում է, որ տանում են բաժին, տեխնիկան, սենցա պատմությունը ու վերջ։ Տեխնիկա կայնացել են պլաշատկը։ Ուրեմն մեզի պատվիրել են, մեր տեխնիկան գնացել է Գոռավազում աշխատելու։ 2-3 օր չեմ հիշում, մի խոսքով մի շաբաթ, այտենց տեղեկացվածում եք, մի շաբաթ աշխատում է, գալիս են բնապահպանները ոստիկանների հետ եւ արգրավում են մեքենաները, բեռնատարները եւ տեխնիկա, տրակտորը։ Ինչ հիմքով են արգրավում։ Իբրև այդ հանքը շահագործում է անօրինական։ Բայց այդ հանքը շուտվանի շահագործում է իմ իմանալով, որ այդ հանքը ունի, այսինքն իրանք հաշիվ են դուրս գրում, մի խոսքով մեծ ֆիրմաներին են վաճառում այդ ավազը։ Տեխնիկան բերում են բաժին, քրական բաժին։ Վերջը մեքենաները, բեռնատարները թողում են, բաց են թողում, իսկ տրակտորը պահում են իբրև իրեղեն ապացույց, այսինքն մեքենաները բեռներով բաց են թողում, դա իրեղեն ապացույցը, իսկ տրակտորը պահում են իրեղեն ապացույց, ոչ մի դոկումենտ տալու, ոչ մի թուղթ տալու, ինչ է մեզ իր սպասում, ինչ որ մի բան, գնացեք դիմեք տերերին, գնացեք դիմեք իրենց խոսքն է, գնացեք դիմեք տերերին։ Այսինքն տեխնիկայի տերը ես եմ, ինչ տեր, գնամ աստուն դիմեմ, ո՞ւմը դիմեմ։ Ձեզ նախազգուշացում չի եղել մինչև դա, մինչև արգրավումը։ Ոչ մի կերպ, ոչ մի բան չեն զգուշացել, ոչ մի բան։ Իսկ դուք ինչպես եք տեղեկացվել։ Հանքատիրոջը Գևորգին հարցնում եմ, ասում եմ ինչ որ խնդիր կա, ասել է չէ, մեզ դոկումենտ գրում է, նորմալ է, ամեն ինչ նորմալ է, վсё։ Ինքը իբրև վարորդ չունի, որ իրանց տեխնիկան չի կարան դեռ շահագործի, դրա համար իրանք վարձակալական են վերցնում տեխնիկան։ Ինձանից առաջ էլ ուրիշ տեխնիկա է եղել, մի քանի տեխնիկաներ են աշխատել, այսինքն ոչ մեկ ոչ մի բացատրություն չի տալի, ինչն է պատճառը, խեն իմ տեխնիկան այնտեղ տարել պահել։ Ամսի 22-ից, անցյալ ամսվա ամսի 22-ից իմ տեխնիկան այնտեղ է։ Դուք այս ընթացքում որքան մենք վերցել ենք 21%-ով վարկ ենք վերցել, դրել ենք մեր անշարժ գույքը, տունը, դրել ենք գրավ, մենք եկել ենք ընդեղ, դիմել ենք քննիչին, որ մենք ենք տերը տեխնիկայի։ Ներողություն դիմել եք Վեդու ոստիկանություն, ճիշտ եմ ձեզ հասկանում։ Այո, քննիչը ոնց է Արտակ Ենգիբարյանին ու հարցրել ենք, այսինքն սետի մեր տեխնիկան է, մենք մեզանից ճշտեք ինչ կա, մեզ ասել են դուք հեռու մնացեք, վարորդին են հարցաքնել, վերջը մի խոսքով հարցաքնել են, տարել են տեխնիկան, ոչ պլոմբել են, ոչ մի բան, պրոստը 2 բառով արձանագրել են տեխնիկայի վրա ինչ կա, ինչ չկա, վերջ, բանավորը տենց արձանագրել են ու վсё։ Արգրավել են Գոռավազից, Գոռավան գյուղից, Գոռավան համայնքից, արգրավել են Դուք համայնքապետի հետ զրույց չեք ունեցել այս իմաստով։ Մենք համայնքապետի չէ, այլ Արսենի հետ, Բազիկյան Արսենի հետ եմ ունեցել, Բազիկյան Արսենը ինձ ասել է համբերեք։ Դուք այսինքն դիմում բողոք եք ներկայացրել, ճիշտ եմ հասկանում։ Ես բանավոր եմ բողոք ներկայացրել։ Իսկ ինչու գրավոր բողոք չեք ներկայացրել։ Դե մենք այդքան, այսինքն ոնց ասեմ, այդքան չգիտենք, հիմա միգուցե մենք չենք ընկել այս պատմությունների մեջ, չգիտենք, մի խոսքով ոչ մեկ ոնց որ ասած գլուխ դեմ չտվեց։ Երբ դիմեցիք արդեն բողոքով Վեդու ոստիկանություն, ձեզ այնտեղից ինչ պատասխան եկավ եւ առ այսօր ինչ փոփոխություն։ Գնացեք տուն, սպասեք մեր զանգին, գնացեք տուն, սպասեք մեր զանգին։ Այդ զանգը չհնչեց։ Մեկ չի զանգում, այսօր մեր մուծումների օրն է, մենք չգիտենք ոնց այդ գումարը ճարենք, որ տանենք այդ տեխնիկայի մուծումները անենք։ Այսինքն այս ընթացքում պատասխանատու գործ է, այսինքն մենք էդի մտել ենք ծանր բեռի տակ, որ մենք մեր սեփականություն ունենանք, չգնանք ուրիշի ձեռի տակ աշխատենք, այսինքն մեր ունենանք, փաստորեն մերն ունենալու էլ դժվար է աշխատելը։ Նյութական վնաս եք կրել, ճիշտ է։ Իհարկե, ամսի 22-ից այդ տեխնիկան չի շահագործվում ընդհանրապես, մեզի ոչ մի բան եկամուտ չի բերում այդ տեխնիկան։ Մոտավորապես այդ տեխնիկայի պատճառով մենք ահագին գործ ենք կորցրել ու ահագին ֆինանս ենք կորցրել։ Ես դատ եմ տալու, միջևերջ գնալու եմ, ինձ պետքա բերեմ փոխհատուցեմ, որ չգիտեմ այլ ումը դիմեմ,
Մենք այսօր դիմել ենք մի հատ լավ տավարիշի, չերեզներով դիմել ենք Գարիկ Սարգսյանին, զանգել է Գարիկ Սարգսյանին, որ խնդրել ենք, ասել ենք, որ մեր տեխնիկան բաց թողեք, մեր անօրինական պահանջն է։ Եվ ինչ պատասխան։ Ոչ մի պատասխան, ոչ մի բան մենք չլսեցինք, հետո նորից գնում ենք դիմում ենք քննիչին, որ զանգում ենք, կարելի է ես ժամանակ չունեմ, ես զբաղված եմ, վերջ։